Այսօր մենք պետք է հասկանանք, որ հայոց ցեղասպանության եղելությունը եւ կատարվածը ցեղասպանության կոչելը գիտական կոնսենսուսի, գիտական փոխհամաձայնության կատարված փաստ է։ Աշխարհում չկա մեկ ցեղասպանագետ, ով ճանաչված ցեղասպանագետ, ով ընդունված է գիտական շրջանակներում, ով ժխտում է հայոց ցեղասպանության եղելությունը։ Այսինքն սա ընդունված այսպես թեզ է, ընդունված թեմա է գիտականորեն եւ 80-ականներից արդեն սկսվում է հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը, մի քանի հետաքրքիր փուլերով է անցել, կուզենայի դրանք ներկայացնեին, եթե 80-ականներին եւ 90-ականներին այդ վաղ ուսումնասիրություններում մենք հիմնական խնդիր էինք դրել եւ դա հասկանալի խնդիր էր, նկարագրել ցեղասպանության ընթացքը, հայոց ցեղասպանության այդ մեծ աշխատանքներ ստեղծել, մեծ պատկերը ներկայացնելու համար եւ ինքը Վահագն Դադրյանը, ում նշեցի, ունի ֆունդամենտալ աշխատանք, կոչվում է հայոց ցեղասպանության պատմություն, շատ հայ գիտնականներ կան, որ փորձել են այդ մեծ պատկերը, այդ համայնապատկերը ներկայացնել, ստեղծում են աշխատանքներ, հիմա մենք կարող ենք ասենք, որ մենք գիտենք ինչ է տեղի ունեցել 1915-1923 թվականներին։ Ընդ որում մի հետաքրքիր պարադոքսալ մի քիչ երևույթ, բայց մենք այսօր ավելի լավ գիտենք ինչ էր կատարվում այն ժամանակ, այն տարիներին ապրող մարդիկ։ Պարադոքսալ բան եմ ասում, բայց այն ժամանակ կոմունիկացիայի վատ պայմանների պարագայում, նաև մարդկանց շատ դեպքերում անտեղյակություն, շատ մարդիկ գիտեին ինչ է կատարում իրենց գյուղում, իրենց շրջապատում, բայց չէին կարող նույնիսկ պատկերացնել, որ այդ սարսափը կարող է տարածվել ամբողջ կայսրության վրա, ինչը եւ տեղի էր ունենում։ Այսօր մենք բավականին ուսումնասիրել ենք այդ թեման եւ ընդհանուր պատկեր ունենք։ Եվ այսօր փոխվում է ուսումնասիրությունը, մի շատ հետաքրքիր ձև է այն ընդունում, երբ որ մենք ուսումնասիրում ենք տարբեր բնակավայրերի օրինակները, օրինակ Դիարբեկիրի վերաբերյալ կան երկու շատ լավ հետազոտություններ, Հիլմար Կայզերը գերմանացի հեղինակ եւ Ուգուրոյնգուրը, ով Թուրքիայի քաղաքացի է, բայց քուրդ ազգությամբ գիտնական։ Մենք ունենք Այնթապի մասին Ումիդ Քուրդի հետազոտությունը, մենք ունենք Ադանայի մասին Պետրոս Դերմատոսյանի ուսումնասիրությունը, Մուսալերան մասին Վահրամ Շեմասյանի ուսումնասիրությունը, եւ գիտեք, սա շատ հետաքրքիր ոլորտ է, երբ որ դու ցեղասպանության ուսումնասիրությունը էլի բերում ես այն դաշտ, որի մասին ես խոսեցի, անձնական պատմությունների, քո սեփական բնակավայրում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ շատ հետաքրքիր է եւ շատ կարեւոր է այդ ուսումնասիրությունները շարունակել։ Մյուս կարեւոր բանը, որ էլի տեղի ունեցավ եւ այսօր ցեղասպանագիտական ուսումնասիրություններում մենք տեսնում ենք, դա հայկական ձայնի ավելի հնչեղ լինելը, ինչի մասին եմ խոսում, երբ որ մեր այդ հիմնադիր հայրերը, հայոց ցեղասպանության ուսումնասիրության այդ իրենց աշխատանքները գնում էին, եւ Դադրյանը, եւ Ռիչարդ Հովհաննիսյանը, իրենք փորձում էին խուսափել հայկական նյութերից։ Ինչու, որովհետեւ մտավախություն կար, որ ժխտողականները կասեն, որ սա այսպես ոչ հավաստի տեղեկություններ է, դա ձեր կողմից ստեղված տեղեկություններ են, եւ օրինակ եթե Վահագն Դադրյանի գիրքը կարդաք, որոնք խորհուրդ կտամ երիտասարդներին անպայման ծանոթանալ այդ գրքի հետ, հայերեն թարգմանությունը նույնպես կա, Վահագն Դադրյանը գրեթե հայկական նյութ չի օգտագործում, գերմանական, թուրքական աղբյուրների վրա է գրում, որպեսզի այն լինի ավելի ծանրակշիռ, այն լինի ավելի հավաստի եւ ոչ մի այսպես կասկածի տեղիք չթողնի օբյեկտիվության վերաբերյալ, բայց հիմա մենք շատ ավելի ակտիվորեն, շատ ավելի այսպես առատորեն գիտական ուղում ենք այս անարտարությունը, որտեղ վերջին հաշվով մենք ունենք հազարավոր վերապրողների հուշեր, հազարավոր եւ այսօր երբ որ կասկածի տակ է դրվում հայոց ցեղասպանությունը, շատ տարօրինակ մի բան կարող ենք հարցնենք, բայց ինչի մասին էին գրում այդ հազարավոր մարդիկ, ովքեր նկարագրում են իրենց անձնական կյանքը, իրենց փախուստը, իրենց փրկության պատմությունը, եւ միայն հայոց ցեղասպանության թանգարանում մենք 900-մոտ 900-ի չափ ունենք հենց անձնական պատմություններ գրի առնված եւ ձայնագրված եւ աշխարհի տարբեր համալսարաններում եւ թանգարաններում նրանք նույնպես պահվում են։ Այսինքն վերապրողների ձայները այսօր կարևոր նյութ են դառնում ուսումնասիրությունների մեջ։ Կա եւս մի կարևոր բան, միտում, որի մասին կուզենամ խոսեմ, ցավալի բան է իհարկե, բայց ցավոք սրտի մենք նոր մի թեմա ունեցանք, որը ստիպված ենք ուսումնասիրենք, դա Արցախի հարցն է։ Եթե նախկինում մենք
խոսում էինք 100 տարի, 111 տարի առաջ սկսված եւ այսպես մինչեւ 1923 թվական շարունակվող հանցագործության մասին, այսօր մենք գիտական դաշտ ենք նաև ներմուծում Արցախի թեման, եւ ասում եմ մենք չմտածեք, որ խոսքս հայերիս մասին է, հայ գիտնականների, ես խոսում եմ ընդհանրապես ցեղասպանագետների մասին, եւ դրա վերաբերյալ ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը, մի կազմակերպություն, որը միավորում է 700 ցեղասպանագետի ամբողջ աշխարհի, ունի ընդունված երկու բանաձև, որից առավել այսպես ուժեղը դա 2024 թվականի հոկտեմբերին, եթե չեմ սխալվում, ընդունված բանաձևն է, որը անվանում էր ինչ որ կատարվել է Արցախում մարդկայնության դեմ հանցագործություն, ռազմական հանցագործություն եւ ցեղասպանական գործողություն։ Այսինքն իրենք ցեղասպանագետները արդեն իսկ այդ գիտական փորձաքննությունը կատարելով եկել են հանգել են այն եզրակացության, որ այն ինչ կատարվել էր Արցախում կարող է որակվել որպես ցեղասպանական գործողություններ։ Եվ նաև ինչի է սա կարևոր, սա կարևոր է, որովհետև թեման դառնում է ոչ միայն հայկական ուսումնասիրությունների թեմա, այլ միջազգային ուսումնասիրությունների թեմա։ Անցած տարի մենք գիտաժողով ունեինք, ցեղասպանագետների այդ ընկերակցությունը 2 տարի մեկ մեծ գիտաժողովներ է անցկացնում 200-300 գիտնականի մասնակցությամբ եւ անցած տարի մենք ունեինք այդ գիտաժողովը Բարսելոնայում էր եւ այնտեղ երևի 20-ից ավել մոտ 20 բաներ կային, զեկույցներ կային նվիրված Արցախին։ Ու էլ եմ նշում, դա ոչ միայն մեր հայերիս այսպես ելույթներն էին, այլ նաև կային այլ ազգիներ, Ադամ Միլլերը կար, Կանադայից գիտնական, Մելանի Օբրայնը կար, Ավստրալիայից գիտնական, այսինքն այս թեման ուզենք թե չուզենք, քաղաքական ինչ նպատակահարմարություն մենք այսօր ունենանք, ինչ ուղղությամբ այսօրվա Հայաստանի իշխանությունները փորձեն տանեն այս թեմայի ուսումնասիրությունը կամ քննարկումը, սա արդեն կատարված իրողություն է, Արցախի թեման այլևս ցեղասպանագիտության ուսումնասիրությունների մեջ է, իմ գործընկերները կշարունակեն այս թեման, դրա համար շատ չեմ ուզում խորանամ այս թեմայի մեջ, եւ մի բանի մասին էլ խոսեմ, որ երևի սրանով ավարտեմ, կա մի հայտնի գիտնական ցեղասպանագետ Հենրի Թերիոն 4 տարի շարունակ գլխավորել է, ղեկավարել է այս ընտրված նախագահն է, նախագահել է ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը 2019-ից 23 թվականը եւ Հենրի Թերիոն մի թեզ ունեի, ընդ որում այդ թեզը ինքը վաղուց էր մշակել 16 թե 17 թվականին դրա մասին հոդված ունի գրած, որտեղ ինքը ասում է, որ մենք հայոց ցեղասպանությունը ուսումնասիրելուց մի քիչ սխալ ենք ընկալում ամբողջ կատարվածի, ամբողջ մտադրությունը եւ ինքը առաջ էր քաշում մի թեզ, որ մտադրությունը դա Օսմանյան կայսրության կամ Արևմտյան Հայաստանի հայերի ոչնչացումը չէր։ Մտադրությունը հայկական տարը ընդհանրապես այս տարածաշրջանին վերացնելու մեջ էր։ Եվ ինքը ունի մի թեզ, որ ասում էր Արևմտյան Հայաստանը իրենք նվաճեցին, բնաջնջեցին եւ 100 տարի պահանջվեց իրենց մարսելու այն ինչ որ իրենք արեցին եւ հաջորդը կարող է լինի Արցախը։ Ինքը դա գրել է ապրիլյան պատերազմից հետո եւ իր հենց մտավախությունը դա էր, որ եթե Արցախում նույն բանը տեղի ունենա, իրենք կմարսեն նաեւ Արցախը, որը ժամանակ դատար կտան եւ երրորդը կթեքվեն դեպի այսօրվա Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ասում դա սարսափեցնելու կամ ինչ որ ահագնացող բաներ խոսելու մասին, ես ուզում եմ ասեմ, որ ցավալիորեն մենք ապրում ենք այդ իրողությունների մեջ եւ աչքերը փակելով եւ այդ ցավալի իրողությունների մասին չխոսելով եւ դրա մասին այսպես քննարկումները սահմանափակելով, չգիտեմ, արգելելով հարցը չեն լուծում։ Եվ հակառակը, երբ որ մենք փորձում ենք ավելի այսպես ավելի պրագմատիկ նայենք, երբ որ մենք հաշվարկում ենք բոլոր վտանգները, բոլոր սպառնալիքները, որոնք մեզ շրջապատում են եւ դրան adekvat գործողություններ իրականացնում, հնարավորությունները դա կանխելու, հնարավորությունները դա այսպես դրա դեմ առնելու ավելի մեծ են եւ վերջին բանը նաեւ սրանից բխող որ կասեմ դա այն է որ ցեղասպանագիտությունը նաեւ ինչու է կարեւոր այս թեման ուսումնասիրել ցեղասպանագիտությունը դա կիրառական գիտություն է ի տարբերություն շատ այլ հումանիտար գիտությունների որոնք շատ դեպքերում ավելի այսպես ֆունդամենտալ են եւ այսպես հիմնարար գիտելիքներ են ստեղծում, արտադրում, ցեղասպանագիտությունը ինքը ոչ միայն ֆունդամենտալ է, ոչ միայն ուսումնասիրում է անցյալում տեղի ունեցած ցեղասպանությունները, այլ նաև փորձում է կանխել, կանխարգելել ապագա ցեղասպանությունները
մի քանի մեխանիզմ կան համաշխարհային, որոնք կիրառվում են եւ որոնք նաեւ այսպես ՄԱԿ-ի հովանու ներքո գործում են ցեղասպանությունների կանխարգելման եւ երբ որ մշտադիտարկումը ատելության խոսքի քննումը, քաղաքականության իրականացումը, չգիտեմ, նախքին այսպես վերաբերմունքը փոքրամասնությունների նկատմամբ, այդ ամբողջը մոնիտորինգ է արվում եւ կա այսպես աղյուսակ, որով օրինակ չափվում է, թե որ երկրում, որ հասարակությունում հնարավոր է, որ ցեղասպանության վտանգը բարձր է եւ իդեալական աշխարհում դրան պետք է հետևել ՄԱԿ-ի կողմից գործողությունները, որովհետեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, չգիտեմ, գիտեք թե չէ, իր տեղակալներից մեկը կոչվում է ցեղասպանությունների կանխարգելման գծով տեղակալ, այսինքն մի հատուկ մարդ ունի, ում հիմնական աշխատանքը հենց ցեղասպանության կանխարգելելն է։ Եվ ցեղասպանագիտությունը տալիս է այդ տեղեկությունները, ցեղասպանագիտությունը սնում է այդ մարմինները, որոնք պետք է որ կանխարգելեն։ Եվ դա շատ կարևոր է հիշել, որ ցեղասպանությունը դրանք կանխվող երևույթներ են։ Ճիշտ ժամանակին, ճիշտ գործողությունները, դիվանագիտական եւ քաղաքական ճնշումը, աշխատանքը շատ կարևոր է։ Եվ երբ որ մենք Հայաստանի Հանրապետ երիտասարդ Հայաստանի Հանրապետությունը ընդունում էր իր անկախության հռչակագիրը եւ այնտեղ մտցնում էր, որ Հայաստանը աջակցելու է միջազգային ճանաչմանը հայոց ցեղասպանության, դա ուղղակի այսպես խոսքեր չէին։ Շատ լավ հասկացվել էր, որ սա մեր ազգային անվտանգությունը մի աստիճան բարձրացնելու համար ուղղված գործողություն է։ Քանի դեռ մենք խոսում ենք հայոց ցեղասպանության մասին, քանի դեռ մենք պայքարում ենք միջազգային ճանաչման մասին, հավանականությունը, որ նման գործողություններ կիրականացվեն Հայաստանի Հանրապետության դեմ, ավելի քչանում են։ Ամենայն դեպս միշտ մենք մեր դիվանագիտական նաև գործիքակազմում եւ քաղաքական գործիքակազմում այդ թեզը ունեցել ենք։ Ցավոք սրտի վերջի շրջաններում տեսնում ենք, որ դա դուրս է հանվել եւ դրա համար աճել են նաև ռիսկները։ Բաժանորդագրվեք Արմաթ մեդիայի ալիքներին սոցցանցերում։ Հետևեք մեզ նաև Armat Media AM կայքում։